Սիրելի հայրենակիցներ, այս ընթացքում մեզ բազմաթիվ հարցեր եք տվել, մատնանշել եք նաև կոմունիկացիոն բացի մասին, եւ ես այս տեսանյութով շատ պարզ, անկեղծ եւ ուղիղ ուզում եմ անդրադառնալ բոլոր այդ հարցերին եւ նաև լրացնել կոմունիկացիոն բացը, եթե այդպեսին եղել է, որովհետեւ եթե դուք դա արձանագրում եք, ուրեմն դրա կարիքը զգացել եք։ Բայց նախքան այդ ամենը ես ուզում եմ իսկապես պարզ, մեծ, անկեղծ շնորհակալություն հայտնել ձեզնից յուրաքանչյուրի մեզ տված վստահության քվեի համար, շուրջ 150,000 մարդու տված այդ քվեն մեզ համար իսկապես թանկ է եւ նաեւ դա է մեզ պարտավորեցնում հաշվետու լինել մեր յուրաքանչյուր արարքում։ Ես ուզում եմ նաև ասել, որ այս ժամերի ընթացքում մենք կենտրոնացած ենք եղել բացառապես վերահաշվարկը կազմակերպելու գործի վրա, որովհետև այն ուներ վերջնաժամկետ եւ մենք պետք է այդ վերջնաժամկետին հասցնենք եւ հիմա դուք տեսնում եք, որ հարյուրավոր ընտրատեղամասերում տեղի ունենում վերահաշվարկման գործընթաց։ Մեզ համար շատ կարեւոր է պարզել վերջնական պատկերը եւ մասնավորապես իմանալ, թե ինչպիսին է պատկերը խորհրդարանում լինելու եւ որ ուժերն են հաղթահարել շեմը, մասնավորապես Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարել է թե ոչ, եւ դրանով նաեւ որոշակի պարզություններ կմցրվի հետագա գործողություններում։ Կա նաև հաջորդ հանգրվանը, սահմանադրական դատարանի հանգրվանը, որի համար մեր իրավական թիմը արդեն պատրաստում է ծավալուն հիմնավոր դիմումը եւ մենք պատրաստվում ենք ընտրախախտումների ոչ ծավալը ցույց տալ այդ դիմումով։ Սա հաջորդ հանգրվանն է։ Ես շատ բաց եւ անկեղծ ուզում եմ խոսել նաև խորհրդարանում ներկայացվածության մասին, որովհետեւ ձեր ամենաշատ հարցերը հենց դրան են վերաբերում։ Պետք է այստեղ ասել, որ այս թեմայով ընդդիմադիր դաշտում հենց հիմա ընթանում են քննարկումներ եւ դա շատ բնական է, որովհետև կարծում ենք, որ արդյունավետության տեսակետից այդ որոշումը պետք է լինի միասնական ընդդիմադիր դաշտի որոշում, որովհետև այլ կերպ ուղղակի արդյունավետ չի լինի եւ այստեղ անհրաժեշտ է անկեղծ եւ ռազմավարական խոսակցություն։ Հենց հիմա այդ քննարկումներն են ընթանում եւ այդտեղ նաեւ կարեւոր է թե ինչ պատկեր ունենք խորհրդարանում։ Սա որոշակի ժամանակ կտանի, այս հարցի պատասխանը ունենալը մեզնից իսկապես ժամանակ կպահանջի, ուզում եմ սա էլ դուք պարզ իմանաք, բայց կա մի ճշմարտություն, ինչից է բխելու այդ որոշումը, այդ որոշումը բացառապես բխելու է պայքարը շարունակելու տրամաբանությունից։ Մենք հասկանում ենք, որ այնինչ ասել ենք եղել է բացարձակ ճշմարտություն, այնինչ ասել ենք եղել է մեր հավատամքը, ու սա Հայաստանի համար պայքար է, ու այդ պայքարում ուղղակի պետք է հասկանալ, թե այս հանգրվանում մեզ ինչ գործիքակազմ անհրաժեշտ եւ ինչ վտանգներ կան, որոնցից մենք պետք է խուսափենք։ Այս տրամաբանությամբ է կայացվելու ցանկացած որոշում, այստեղ ուզում եմ վստահ լինեք։ Այս ընթացքում մենք իհարկե հետևում ենք ձեր արձագանքերին, որոնք մեզ համար չափազանց, իսկապես չափազանց կարևոր են, եթե չասեմ ամենակարևորն են, կարդում ենք ձեր կարծիքները, տեսակետները, որոնք ասեմ, որ երկբևեռ են, տարբեր կարծիքներ եւ տեսակետներ կան, բայց իհարկե նաև զգում ենք պատասխանատվություն որոշում կայացնելու եւ այդ որոշումը նաև ձեզ ներկայացնելու։ Միայն մի բան կարող եմ ասել, որ ինչ որոշում էլ կայացվի, մենք հասկանում ենք, որ դա պետք է կոմունիկացվի մեր քաղաքացիների հետ, առաջինը մեր ընտրողների հետ, եւ պետք է մանրամասն բացատրվի եւ այդ որոշման պատճառները եւ այդ որոշման նպատակները։ Այստեղ պետք է բաց, ուղիղ, անկեղծ կոմունիկացիա, որի անհրաժեշտությունը մենք լիովին գիտակցում ենք եւ հասկանում ենք, որ դրա կարիքը կա։ Այստեղ ուզում եմ ունենալ պարզապես այդ վստահությունը